ստեղ ավելի շատ եմ զգում, քան երևի զենքը ձեռքից։ Համերգային մեծ բեմում Արեգ Սարդարյանն առաջին անգամ է ապրիլյան պատերազմի մասնակիցը զենքից հետո միկրոֆոն բռնելուն դժվար հարմարվեց։ Լարվածությունը սակայն շատ արագ հպարտության է փոխվում, երբ բեմից դահլիճի առաջին շարքերում տեսնում է զինակից ընկերներին, հրամանատարներին։ Հայկյան մրցանակաբաշխության 16-րդ արարողությունն է բոլորի հանդիպման առիթը։ Պարգևատրվողները խրամատներում գիտության, սպորտի, հասարակական ակտիվ կյանքի ճանապարհին հաղթանակներ տարած երիտասարդներն են, 2016-ի հերոսները։ Այս մրցանակաբաշխությունը խրախուսում է, ոգևորում է ավելի լավ աշխատելու համար։ Մրցանակակիրներ Երևանից մինչև Շիրակ, Արցախ, Ստեփանակերտցի երիտասարդները գիտական բում են խոստանում։ Պատերազմի վտանգը գործը դժվարացնում է, բայց անհնար չէ։ Գիտաժողով էին կազմակերպում Արցախի 25-ամյակին նվիրված, եկան եւ մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից։ Դժվար էր թուրքական ԶԼՄ-ները, ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում էին խոչընդոտել։ Ապրիլյան պատերազմից օրեր անց Երևանում հավաքվեցին Նոբելյան 5 մրցանակակիրներ, աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայկական գիտական մտքի վրա։ Հայկյանի հատուկ մրցանակը Երևանում Նոբելյան օրերի կազմակերպիչներինն է։ 5 Նոբելյան մրցանակակիրները պարզապես ոչ մեկ անգամ նշում էին, որ երևի մեր երկրի ամենամեծ գանձը դա մեր երիտասարդներն են։ Գիտությունից մարզական գորգ Հայաստանի ամենաուժեղ երիտասարդը մեր երկրի 16-րդ օլիմպիական չեմպիոնն է։ Արթուր Ալեքսանյանին հերթական երիտասարդական մրցանակը նախագահ Սարգսյանն է հանձնում։ Պարգևատրման ժամանակ Սերժ Սարգսյանը Արթուրից հետաքրքրվում է, երբ սպասել հերթական նվաճմանը։ Վարչելոնքա Եվրոպայի խաղեր եւ աշխարհի առաջին։ Հայկական եւս մեկ մարզական պարծանք Հենրիխ Մխիթարյանը Հայկյանի մրցանակակիրներին ողջունում է Անգլիայից։ Արցանիկն ու հայկական արմթաբը նրան կփոխանցեն Հայաստան գալուն պես։ Երեկոյի վերջին 30 րոպեները դահլիճը ոտքի վրա էր, չդադարող ծափերը ապրիլյան պատերազմում ընկած հերոսներին, նրանց զինակից ընկերների ու հրամանատարների պատվին էին։ Երիտասարդների հետ հանդիպումները նոր լիցք ու եռանդ են տալիս Սերժ Սարգսյանին։ Պետության ղեկավարը իր խոսքում է նշում, այսպիսի շփումները նաև հնարավորություն են ճշտելու բռնածուղին, ճշգրտումներ մտցնելու աշխատանքի մեջ։ Թախիծով ու նաև հպարտությամբ շնորհավորում եմ մեր զինվորականներին ու նրանց ծնողներին։ Թախիծով բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր ունեն պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ։ Նախագահ Սարգսյանի խոսքով պարտավոր ենք ի ցույց դնել մեր լավագույններին, մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի շնորհիվ հաջողությունների են հասնում։ Ես չեմ հավատում այն բանին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է։ Այդպես չի, լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, եւ մենք պիտի կարողանանք անպայման այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ուրիշների համար ձգտման ցուցանիշ։ Կարճ ու դիպուկ մրցանակաբաշխության ներկաներից զգացածը ապրիլյան հերոսներից Նարեկ Մալխասյանն է ձևակերպում։ Պարտեմ առաջին հերթին, որ հայ եմ։